Կարգին ողջույններ Արևոտ Փարիզից այսօր եկել ենք փորձելու հացաբուլկեղեն, ասում են շատ համեղ, բայց յուրահատկությունը նրանում է լինելու այս հացաբուլկեղենի, որ այն լինելու է 100% առանց գլյուտեն եւ այն փորձելու ենք այս հետևի Կոպան կոչվող բուտիկում, որ առաջարկում է միայն առանց գլյուտեն խմորեղեն եւ հացաբուլկեղեն 100% բիո ալյուրով եւ ունի շատ նաեւ վեգան եւ առանց լակտոզ առաջարկներ։ Գնանք տեսնենք համեղ են թե չէ։ Ես արդեն վերցրեցի, տեսակ արդեն ինչ ընտրություն եմ կատարել, 3 տարբեր տեսակներ հարցրեցի, ասեցին սա իրենց ամենապահանջվածներից է։ Մեկն էլ կար, որը արդեն չկար, ասես դա շատ շուտ է ավարտվում, բայց ոչինչ։ Այս 3-ը վերցրել ենք, տեսեք ինչ գեղեցիկ տոպրակով են, մեջն էլ անհատական տոպրակներով են, հիմա բացենք տեսնենք ինչպիսին են։ Իդեպ հյուրասիրություն կար, այսպիսի գեղեցիկ սմուսիներ էին տալիս հատապտղային սառույցով։ Շատ հաճելի էր։ Ասեմ, որ համովել է, լավ էլ քաղցր է։ Ունտիչ։ Եկեք սկսենք։ Առաջինը, եկեք ցույց տամ։ Այս պոնչիկը, հա, այսպես ասած, փքաբլիթը, որը ազնվամորու կոնֆիով է մեջը։ Իդեպ բավականին էլ ծանր է եւ ազնվամորու հոտ ունի։ Շատ գեղեցիկ է։ Երկրորդը վերցրել եմ cinnamon roll, այսպիսի փոքրիկ գեղեցիկ, փափուկ է երևում, հուսով ենք համեղ կլինի, դարչինի հոտը դեռ շատ ուժեղ չեմ զգում, կփորձենք կտեսնենք։ Եվ երրորդը ինչպես արդեն տեսակ, վերցրել եմ պիստակով այսպիսի գեղեցիկ ռուլետիկ, շատ փափուկ է երևում, հիմա հուսով եմ համեղ կլինի, գիտեք իմ սերը պիստակի հանդեպ, այնպես որ մեծ հույսեր եմ փայփայում, տեսնենք ինչպիսին է, գները համեմատած բնականաբար ավելի թանկ է, քան կլասիկինը, այս 3-ին իրար հետ 14 եվրոյից ավել եմ տվել, գները կգրեմ, բայց առանց գլյուտենը բոլորս է գիտենք միշտ թանկ է լինում, երևի թե արդարացված է, բայց ես կասեմ այսպես, արդարացված կլինի, եթե իսկապես համեղ լինի, թե չէ ինչու ենք այդքան թանկ վճարում։ Պես որ եկենք անցնենք արդեն փորձելու, որ տեսնենք։ Սկսենք հենց cinnamon roll-ից, տեսնենք ինչպիսին է համը, իսկական դարչինի հոտ է գալիս, գիտեք, եթե չգիտեք, գոյություն ունի դարչին, որը անպայման պետք է լինի ցեյլոնի, եթե գրված չի ցեյլոնի դարչին, ուրեմն այն կասիա տեսակն է, որն ավելի էժան է, որը համեղ է ճիշտ է, բայց նույն օգտակար հատկությունները չունի, այստեղ զգում եմ ոնց որ ցեյլոնի դարչինի համը, ու իրենք մի փոքր տարբերվում են, տեսնենք ինչպիսին է։ Իսկապես ցեյլոնի դարչին է, նայեք, այսպիսին, ասեմ շատ քաղցր չի, որը շատ հաճելի է, խմորը փափուկ է, բայց գիտեք ոնց որ ինչպիսի խմոր լինի, ոչ թե խմորիչով խմոր, այլ ոնց որ կեքսի նման խմոր լինի, չգիտեմ նկատում եք թե չէ, համեղ է, բայց հենց ինչ որ կեքսային է, եթե առանց գլյուտեն ենք, հա, սնվում, չեն կարող գլյուտեն ուտել, կասեմ, որ որպես առանց գլյուտեն բավականին հաջող տարբերակ է հաստատ արժի փորձել, բայց եթե գլյուտենի հետ կապված խնդիր չունեք, կլասիկը շատ ավելի լավն է։ Տևաբար որպես առանց գլյուտեն ես իրեն 10-ից 8 կգնահատեմ, որովհետև ամեն դեպքում վատը չի։ Երկրորդը ես կուզեմ փորձել այս ազնվամորիով Երկրորդը ես կուզեմ փորձել այս անձնվամորիով պոնչիկը, որը ինձ հետաքրքիր է ինչպես են լցոնել։ Ահա, իրեն չեն լցոնել, ժողովուրդ երևի թե, չէ, այստեղից է։ Ես մտածեցի երևի թե արդեն լցոնած թխել եմ, որի վրա զարմացա։ Սա մեջներից ամենածանրն է։
Ինձ հետաքրքիր է համեղ է լինելու, թե ոչ, ասեցին տնական կոնֆի է, տեսնենք։ Վաու, այս ռան անկեղծ եմ ասում, չէի սպասում, որ այսքան շատ լցոնված կլինի ու այսքան գեղեցիկ։ Կրկին կասեմ երևի թե նույնը, մի տեսակ կեքսի նման խմոր է ինքը, բայց դա նորմալ է, որովհետև առանց ինչ էի ասում, կրկին շոքից ապարատուրան չդիմացավ, ուրեմն ասում էի, որ կրկին հա կեքսիկի նման խմոր է, բայց դա նորմալ է, որովհետև առանց գլյուտեն է, իսկ էլաստիկություն այն չի կարող ունենալ, բայց որ ինքը շատ լավն է, այդ հաստատ այս մեկը նույնիսկ 10-ից 9 կգնահատեմ, հələ տեսեք մեջը ինչքան շատ է լցոնած ու շատ համովա, այս անպայման փորձեք։ Ու արդեն կեզրափակեմ իմ ամենասիրելիով պիստակով ռուլետից, հուսով եմ չեմ հիասթափվելու, որտեվ շատ փափուկ է երևում ու ասում եմ պիստակի պաստան էլ իրենք տնական են սարքում, եկեք տեսնենք։ Սա էլ բավականին համով է, չհիասթափվեցի նայեք, մեջը ահագին պիստակի պաստա և պիստակի կտորներ կան, շատ համեղ է, վաու, նայեք ինչքան պաստա կա մեջը, սա էլ է լավը, որպես առանց գլուտեն, ինքն ընտիր է ու յուրատուկ փափուկ է, եթե չգիտեք ասեմ, որ առանց գլուտեն ալուրի հետ աշխատելը այդքան էլ հեշտ չի, որովհետև ինքը շատ շուտ չորացնում է խմորը և շատ շուտ փչանում է, հետևաբար ստանալ նման փափկություն այդքան էլ հեշտ չէ, դրա համար անպայման ես իրեն կգնահատեմ 10-ից 9 ու խորհուրդ եմ տալիս, որ ինքներդ էլ գաք, փորձեք և համոզվեք, իմացեք, Փարիզում կա առանց գլուտեն լիքը համով բաներ, այնպես որ եթե գլուտենի անտանելիություն ունեք, հաստատ համով կարողանալու եք ուտել, իրենք կրուասաններ էլ ունեն, տեսեք ինչքան համովություններ ունեն, պետք է որ չհիասթափվեք, ես հաստատում եմ, եթե կհիշեք Լենդոն Մանկին էլ, երբ որ փորձեցինք իրեր հետ, ասեցի, որ նա էլ վեգան էր, որ էլի հեշտ չէր պատրաստել և պատկերացրեք բավականին հարգի է, սա էլ առանց գլուտեն է, այնպես որ վեգաններ ձեր ունեք, առանց գլուտեն ունեք, իդեպ այստեղ ասեցի արդեն, կար նաև վեգան և առանց լակտոզ տարբերակներ, այնպես որ բոլորիս համար համովություններ կան։ Հիմա որպես եզրափակում ասեմ իմ կարծիքը ընդհանուր կոպանի վերաբերյալ, կարծում եմ շատ լավ կոնսեպտ է, շատ լավ իրականացված է, այդ ճանաչումը, որ իրենք ունեն ու այդքան շատ որ բուտիկներ, որ իրենք ունեն արդարացված է, ընդհանուր կոնսեպտը երևի կգնահատեմ 10-ից 7, 10-ից 8 հնգած հատվածում, որովհետև կարծում եմ, որ ամեն ինչը կա, ուղղակի պետք է երևի թե մի քիչ էլ աշխատանք, որովհետև ըստ իս վիզուալը մի փոքր տուժում է, այսինքն այն առումով, որ կահացաբուլկեղեն, որ այդքան էլ ախորժաբեր չէ, ենթադրենք իրենց քեյքերը, կեքսիկները, որոնք շատ ժամանակ տպավորություններ, թե մեջը սենց հում է, հա, շատ խիտեր, իրենց այդ պիստակով կեքսը, որը շատ քեյքը, հա, տարածված էր ինտերնետում, ես չվերցեցի, որովհետև սենց մեջը լրիվ հում էր, իսկ ընդհանուր առմամբ ողջունում եմ կոնսեպտը ու գտնում եմ, որ շատ լավ է և արժի փորձել։ Այնպես որ դուք էլ եկեք կհամոզվեք ինքներդ։ Ինչպես ասեցի, Փարիզի գրեթե բոլոր թաղամասերում կա մեկ կոպան, այնպես որ շատ հեռու չեք քայլելու։ Դե ինչ եթե հավանեցիք, ապա լայքեք, բաժանորդագրվեք, կիսվեք ձեր հրազատների հետ։ Սեղմեք զանգակոճակը, որ բաց չթողնեք հենց նոր վիդեո լինի ու հետևեք ինձ իմ Instagram էջերում, այնտեղ շատ ակտիվ եմ և այնտեղ կան համտեսումներ, որոնք չկան այստեղ YouTube-ում, այնպես որ այնտեղ էլ ինձ հետևեք, մաչիկներ եմ անում։